Արի երեկո ժամը 20-ն է, Ազատության եթերում լրատվական թողարկումն է, այսօրվա թեմաներն են։ Դատախազությունը դիմել է կենտրոնական ընտրական հանձնաժողով Գագիկ Ծառուկյանին մեղադրանք առաջադրելու միջնորդությամբ։ Ռուսաստանի պատժամիջոցները չեն դադարում ընտրություններից հետո էլ, Փաշինյանը խոստանում է հարցը քննարկել։ Եթե հանկարծ կասի չկա։ Վերաքննիչ դատարանը բեկանել է Միքայել Սրբազանի մեղադրական վճիռն ու գործն ուղարկել նոր քննության։ Խիզախ որոշում։ Շարունակում է մնալ շինծու։ Սահմանադրական դատարանը վաղը կսկսի քաղաքական 7 ուժերի բողոքի քննությունը։ Սահմանադրական դատարանը պետք է լինի անկախ։ Լեգիտիմության մեկ աղբյուր կա այդ ժողովուրդը։ Բաքուն ադրբեջանցիների Հայաստան վերադարձի թեմայով քննարկում է անցկացրել ամերիկյան կոնգրեսում։ Վենեսուելայում իրար հաջորդած երկրաշարժի երկու ցնցումները հարյուրավոր կյանքեր են խլել։ Քաղաքացիական պայմանագիրն այսօր քննարկում էր Ազգային ժողովի նախագահի թեկնածուին, առաջադրվել էին գործող խոսնակ Ալեն Սիմոնյանը, նրա տեղակալ Ռուբեն Ռուբինյանը եւ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Կուսակցությունն ընտրությունն անցկացրել է փակ եւ արդեն հայտնի են քվեարկության արդյունքները։ Տեղեկացնում եմ ձեզ, որ քննարկման եւ փակ գաղտնի քվեարկության արդյունքում Ազգային ժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը։ Քիչ առաջ ավարտվեց քաղաքացիական պայմանագրի վարչության նիստը, կուսակցության վարչությունը այսօրվա նիստում փակ գաղտնի քվեարկությամբ քվեարկեց եւ որոշում կայացրեց Ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար առաջադրել գործող Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը։ Առաջադրվել էին 3 թեկնածուներ՝ Ազգային ժողովի գործող նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը եւ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Ինչ չափանիշներով եք քվեարկել, ինչն եք հաշվի առել։ Մեր խեղճով Վարչության 20 հոգանոց կազմը քվեարկության արդյունքում նախապատվությունը փաստորեն տվել է գործող փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին։ Շոյված եմ արդյունքից, այսպես ասեմ, եւ վստահությունը ինձ համար շատ պարտավորեցնող է։ Ռուբեն Ռուբինյանը չհստակեցրեց, թե քանի հոգի են քվեարկել իր օգտին։ Ըստ մեր ընթացակարգերի ընտրված է համարվում այն թեկնածուն, որը ստացել է ձայների կեսից ավել։ 20 հոգի են համարվում։ 20 հոգի են։ Տվաբանությունը արդեն արել է։ 10-ից ավելի է։ Քանի ձայն եք ստացել, Չէ, եթե կարիք լինի, եւի հաղորդակցության մեջ կնշվի, եթե չի լինի, չի նշվի, ես բայց չեմ կարծում, որ չի լինի, բայց չեմ կարծում, որ ընդհանրապես ձայն չի ստացել։ Ոչ, ես չեմ կարող ասել, որ ինչ որ բան պիտի ավելի լավ անեմ, քան նախորդ նախագահ կամ մյուս տեխնացուները։ Ես կարծում եմ, որ պարոն Սիմոնյանը շատ լավ Ազգային ժողովի նախագահ է եղել։ Հետագայում արդեն երբ Ազգային ժողովը սկսի աշխատանքը, խոսքը նոր ձևավորող Ազգային ժողովի մասին է եւ առաջին նստաշրջանի ընթացքում կընտրվի Ազգային ժողովի նախագահը պատգամավորների մեծամասնության քվեով, խմբակցություններից յուրաքանչյուրը իրավունք կունենա առաջադրել թեկնածու եւ ըստ էության արդեն պարզ է, որ իշխող քաղաքացիական պայմանագրի թեկնածուն լինելու է Ռուբեն Ռուբինյանը։ Հանուն արդարության ասեմ, չափազանց դժվար ընտրություններ։ Ալեն Սիմոնյանը 5 տարի նախագահի Ազգային ժողովում կա, պատկերացում է դեպքում թիմում նա ինչով պետք է զբաղվի։ Չեմ կարող այդ հարցին պատասխանել, նման հարց չի քննարկվել, կարող եմ ասել։ Այսինքն լարվածություն չի առաջացնի, պարոն Ալեքսանյան, հաշվի առնելով, որ ամեն դեպքում պայքար կար գործող Ազգային ժողովի նախագահներ, մյուս կողմից էլ ձեր մյուս թիմակիցներ, որոնք եւս հավաքություններ ունեին։ Կարծեմ սա ներքին ինչ-որ լարվածության պատճառ չի դա։ Ոչ, բնավ, բայց բնականաբար մրցակցային իրավիճակի մասին ենք խոսում։ Բնականաբար մրցակցային իրավիճակի մասին ենք խոսում եւ այդ մրցակցային իրավիճակը որպես այդպեսին ինքը հենց այդ ավելի շատ ուժեղացնում է թիմը, քան թուլացնում է դա, քանի որ ի տարբերություն շատ այլ քաղաքական թիմերի այստեղ մեկ մարդու գրչի հարվածով կամ բանով չի որոշվում։ Նշեմ, որ նիստից հետո Ազգային ժողովի գործող նախագահ Ալեն Սիմոնյանը չպատասխանեց լրագրողների հարցերին, հեռացավ։
Այժմ էլ հայ-ռուսական հարաբերությունների մասին, որ հակառակ իշխանությունների հավաստիացումների չեն կարգավորվում նաև ընտրություններից հետո։ Մոսկվան շարունակում է պատժամիջոցներ կիրառել Երևանի նկատմամբ, արգելելով գրեթե ամբողջ մթերքի ներմուծումը։ Ռուսական քարոզչի մեքենան էլ հայաստանյան ընտրությունները կեղծված է որակում, մինչև օրս Պուտինը չի շնորհավորել Փաշինյանին։ Գոյություն ունի Եվրասիական տնտեսական միությունը, թե ոչ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս հարցն այսօր կառավարության նիստում եւ ճեպազրույցի ժամանակ համարեց ստուգման ենթակա։ ԵԱՏՄ-ն 4 սկզբունք է՝ ապրանքների ծառայությունների, աշխատուժի եւ ֆինանսների ազատ հոսք։ Եթե չկա այդ ազատ հոսքը, ուրեմն չկա ԵԱՏՄ-ն։ Ասենք լավ է, այս կարա մի ամիս խնդիր լինի, լավ 2 ամիս կարա խնդիր լինի, լավ 3 ամիս կարա խնդիր լինի, 4 ամիս եթե այդ խնդիրը դեռ կա, նշանակում է ԵԱՏՄ չկա։ Հետևաբար, եթե ԵԱՏՄ-ն հայտարարում է, որ ինքը չկա, մենք ինչ անենք։ Է չկա։ Չի։ Նման մի հարց էլ 2022-ից հետո Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ի հետ կապված էր բարձրացրել, երբ Հայաստանի տարածք ադրբեջանական ներխուժումից հետո դաշինքից արձագանք չեղավ, Հայաստանը սառեցրեց անդամակցությունը։ ԵԱՏՄ մասով Փաշինյանն այսօր հայտարարեց, որ ամեն դեպքում Հայաստանը համարում է, որ տեղի ունեցողը թյուրիմացություն է, իրավիճակն էլ անշրջելի չէ։ Հայաստանը Եվրասիական միությունից դուրս գալու խնդիր չի դրել, կառավարությունն էլ աշխատում է, որ ծագած խնդիրները լուծվեն։ Ես ասել եմ, մենք ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր մեր առաջ չենք դրել։ Պարզապես եթե այս հարցերը չկարգավորվեն, ԵԱՏՄ-ի քայքայումը դառնալու անխուսափելի։ Վարչապետ Փաշինյանն ասաց, պատրաստվում է այս հարցերն առաջիկայում քննարկել Եվրասիական միության ձևաչափում, թեև չհստակեցրեց, թե երբ է քննարկելու հարցը, սակայն հայտնի է, որ այս օգոստոսի սկզբին Ղրղըզստանում սպասվում է ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստը, որին մասնակցելու մասին Փաշինյանը դեռ անցած շաբաթ էր հայտնել։ Բացի արտահանումից, Փաշինյանն ասաց, իր բացակայությամբ ընդունված հայտարարությունը եւս պետք է քննարկման առարկա դառնա։ Այսինքն մենք պետք է հասկանանք Եվրասիական տնտեսական միության ցանկացած երկիր, ցանկացած երկրի հետ կապված կարող ասենց որոշումներ կայացնի եւ ուղղակի տես մի օր արթնանալ որոշումներ կայացնել։ Իմ գնահատմամբ, եթե այս հարցի պատասխանը այո է, ուրեմն Եվրասիական տնտեսական միությունը հայտարարում է ինքնալուծարման մասին։ Մայիսի վերջին ԵԱՏՄ գագաթնաժողովին, որում ընդունվեց Հայաստանին վերաբերող հայտարարությունը, Նիկոլ Փաշինյանն ինքը չէր գնացել, պատճառաբանելով, թե քարոզարշավի թեժ շրջանում է։ Հայաստանը ներկայացնում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Հենց այս գագաթնաժողովի ավարտին էր, որ Ռուսաստանի նախագահը եւ ԵԱՏՄ մյուս 3 երկրների առաջնորդները համատեղ հայտարարություն ընդունեցին եւ Հայաստանին հորդորեցին Եվրամիություն մտնելու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով հանրաքվե անցկացնել։ Իսկ այս դեկտեմբերին սպասվող ԵԱՏՄ հաջորդ գագաթնաժողովի ընթացքում ասացին, Հայաստանի այդ կառույցին անդամակցության հարցը քննարկման սեղանին կլինի։ Երևանից արձագանքեցին, թե հանրաքվեի պահը չի հասունացել։ Վլադիմիր Պուտինը խորհրդարանական ընտրություններից հետո դեռ Փաշինյանին չի շնորհավորել։ Փոխարենը կարճ ժամանակահատվածում հերթով արգելվեցին հայկական գյուղատնտեսական հիմնական արտադրանքները, ծաղիկներից մինչև պտուղ բանջարեղեն, ջերմուկից մինչև ոգելից խմիչքներ, ստանդարտներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ։ Ռուսաստան արտահանման սահմանափակումներից հետո կառավարությունը աջակցության մի քանի ծրագրեր է առաջարկել արտահանողներին, հիմնականում սուբսիդիաներ եվրոպական ուղղությամբ արտահանողների համար։ Ովքեր են կարողանում օգտվել այդ աջակցությունից, ովքեր ոչ, դեռ հստակ պատկեր չկա, բայց կառավարության անդամներն այսօրվա նիստում հայաստանյան ներքին շուկայի գներն էին իրավիճակի ցուցիչ համարում։ Էժանացել են միայն ծաղիկն ու լոլիկը, մյուս ապրանքների մասով գնանկում չկա։ Առանձնահատուկ գնանկում չի նկատվում եւ արկա բերքը կամ շուկայում ամբողջովին վաճառվում է կամ արտահանվում է։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանը կարծում է, ներքին շուկայում ծիրանի դեռևս բարձր գները չի կարելի համարել ցուցիչ։ Ծիրանը հասունացել է համեմատաբար ավելի ուշ եւ թանկ է առաջին ծիրանը։ Իրավիճակը արդեն հստական է հաջորդ շաբաթվա ընթացքում։ Գյուղացիների եվրոպական շուկաներ մուտք գործելը չափազանց դժվար է պատկերացնել, բացի կապերի բացակայությունից, լոգիստիկ եւ լեզվական խոչընդոտներից, Եվրամիության շուկա մուտք գործելու համար անհրաժեշտ թույլտվությունները չկան։ Հայաստանում չկա նաեւ լաբորատորիա, որի արդյունքները Եվրամիությունը կընդունի։ Այդ խնդիրները կարելի է լուծել, այո, ԵՄ-ից, եթե հանձնարարություն ունի, X լաբորատորիան կարճ ժամանակահատվածում գա Հայաստան եւ սկսի այդ գործը իրականացնել տեղում։ Եթե այս խնդիրները չլուծենք, մենք
գյուղ ոլորտում բավականին լուրջ անկում ենք ունենալու, որը հնայի մոտ 7-ից 8%-ն է կազմում։ Դրան գումարած գյուղատնտեսական աշխատանքներում է զբաղված մեր բնակության մոտավորապես 30%-ը։ Այսինքն այս մարդկանց կենսամակարդակի էական վատթարացում ենք ունենալու։ Այդ վնասը կրճատելու եւ գյուղ ոլորտի այդ ցիկլը, այսպես ասած, պահպանելու համար պետք է նոր քաղաքական պայմանավորվածություններ ռուսական կողմի հետ։ Միաժամանակ շարունակելով ԵՄ-ի հետ տարբեր ուղղություններով ակտիվ աշխատանք, լաբորատորիաներ, շուկաներ եւ այլ ուղղություններով։ Միայն մի քանի միլիարդ հատկացնելով ծաղիկների կամ տարբեր մշակաբույսերի տրանսպորտի համար դա բավարար չէ։ Դիվերսիֆիկացումը ավելի երկարաժամկետ աշխատանքի անհրաժեշտ։ Մենք ավելին ունենք, նրանք մինչև այս պահը տեղից չեն շարժում։ Իրավիճակը փոխվեց, երբ որ ռուսական կողմը կտրուկ քայլերի գնաց։ Իրենց թվում էր, որ ռուսական կողմը մշտապես բաց է պահելու շուկաները եւ իրենք դիվերսիֆիկացման խնդիրը այսպես կասեն, բայց լուրջ ուշադրություն չեն դարձնում։ Բաքուն չի դադարեցնում Արևմտյան Ադրբեջանի խոսույթը, որը Հայաստանի տարածքներում ադրբեջանցիների բնակեցման մասին է։ Որքան էլ Երևանը թեման կապում է արցախցիների վերադարձի հետ, պնդելով, որ Ադրբեջանը հայելային հակադարձում է, անգամ պաշտոնապես փակելով Ղարաբաղյան շարժման էջը, հայկական կողմը չի ազատվում ադրբեջանական պահանջներից, հարցն անգամ ամերիկյան օրենսդիր մարմին է հասել։ Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի եւ ինքնորոշման իրավունք Հայաստանի կողմից ադրբեջանցիների էթնիկ զտումներ։ Սրանք մեջբերումներ են նախորդին Միացյալ Նահանգների կոնգրեսի շենքում անցկացված միջազգային կոնֆերանսի ընթացքում բարձրացված հարցերից։ Բաքուն Արևմտյան Ադրբեջան է անվանում Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը։ Վաշինգտոնյան միջոցառման կազմակերպիչն Ադրբեջանի կողմից 3 տարի առաջ ստեղծված Բաքվի նախաձեռնող խումբն է։ İkili standartlar ve selektif yanaşmalar. Պետական Ազերթաջը հաղորդում է մեջբերեմ վերադարձի եւ ինքնորոշման իրավունքը երկակի ստանդարտներ եւ ընտրողական մոտեցումներ միջազգային կոնֆերանսի մասնակիցները նաեւ նամակ են հղել ամերիկացի կոնգրեսականներին, կոչ անելով պաշտպանել մեջբերեմ արևմտյան ադրբեջանցիների անվտանգ, կամավոր եւ արժանապատիվ վերադառնալու իրավունքը իրենց հայրենի հողեր։ Հույս են հայտնել, որ միջազգային հանրությունը կաջակցի ոչ միայն ադրբեջանցիների վերադարձի իրավունքին, այլ կօգնի վերականգնել նրանց էլի մեջբերում սեփականության իրավունքն ու պաշտպանել մշակութային ժառանգությունը։ Կոնգրեսի անդամներին խնդրել են այս հարցով կազմակերպել լսումներ, ճեպազրույցներ եւ խորհրդակցություններ։ Bu Azerbaycanlıların Ermənistan tərəfindən etnik təmizləməyə məruz qalmasına dair konqresdə Ըստ Բաքվի պետական լրատվամիջոցների սա առաջին նմանատիպ միջոցառումն է, որը կոնգրեսում անցկացվում է մեջբերեմ Հայաստանի կողմից ադրբեջանցիների էթնիկ զտումների վերաբերյալ։ Վաշինգտոնյան երեկվա հավաքին զուգահեռ Բաքվում նույն օրակարգով մեկ այլ միջոցառում էր անցկացվում, որի ժամանակ Ադրբեջանի Միլի Մեջլիսի падգամավոր Արևմտյան Ադրբեջանի համայնքի նախագահ Ազիզ Ալեգբերլին ավելի հեռուն գնաց կարծիք հայտնելով, որ արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցը պետք է դառնա Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության գործընթացի թեմա։ Սա մեջբերում էր։ Մեկ շաբաթվա ընթացքում ադրբեջանցիների վերադարձի հարցով երրորդ միջոցառումն էլ Նախիջևանում անցկացվեց։ Խոսքը պարզապես մեր հողեր վերադառնալու, այնտեղ ապրելու, նախնիների հայրենի բնակավայրը վերադառնալու եւ մեր կյանքը շարունակելու մասին է։ Այս հավաքին էլ մասնակցող Միլի Մեջլիսի փոխխոսնակը բաց հայտարարեց. նոր իրողությունների պայմաններում Ադրբեջանի նախագահը արևմտյան Ադրբեջանի հարցը դարձրել է ազգային օրակարգի կարևոր ուղղություն։ Պաշտոնական Երևանից այս հայտարարություններին արձագանք չկար։ Դա ընդունելի չի, բայց մյուս կողմից ես ասում եմ, ես գիտեմ դա ինչ պատճառ հետևանքային կապերը գիտեմ։ Բայց նույն կերպ ընդունելի չի Ղարաբաղի շարժումը շարունակելու փորձերը Հայաստանի Հանրապետությունում։ Նիկոլ Փաշինյանի այսօրվա արձագանքը կարճ էր։ Հայաստանի ղեկավարը նախընտրեց զուգահեռները։ Քննարկվում է, որ նույն Միացյալ Նահանգների Սենատում ձեր ասած թեմայով միջոցառում է լինելու, բայց իհարկե լռության է մատնվում այն, որ ընդամենը 10 օր առաջ կամ մի քիչ ավելի առաջ հայկական կազմակերպությունները օրակարգ են մտցրել հարց, որը ըստ էության վերաբերվում է Ղարաբաղյան շարժման շարունակությանը։ Քանի ազգային ժողովի օրինակ դահլիճում դրված են Ղարաբաղի դրոշներ, քանի այդ խոսույթը Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է,
Այդ հայլայն ձև դա շարունակվելու է։ Թե հայկական կազմակերպությունների ինչ նախաձեռնությունից էր խոսում Փաշինյանը չմանրամասնեց։ Ամենայն հավանականությամբ նկատի ուներ ամերիկացի 6 կոնգրեսականների առաջարկած օրենսդրական լրացումները, որտեղ հայ գերիների ազատ արձակման պահանջից, Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը կրճատելուց բացի, նաև արցախցիների անվտանգ վերադարձի հարց է բարձրացվում։ Այս նախաձեռնությանը աջակցում է Ամերիկայի Հայդատի հանձնախումբը, որը դաշնակցության կառույցներից մեկն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում ընդդիմադիրներին էր մեղադրում Հայաստանի պետական շահերի դեմ գործելու եւ 300,000 ադրբեջանցիների վերադարձի գոյություն չունեցող թեման Հայաստանի ներքաղաքական օրակարգ բերելու համար։ Այսօր էլ վերահաստատեց ամեն քայլի գնալու են, որ Ղարաբաղյան շարժումը շարունակելու փորձերը կասեցվի։ Արցախի դրոշները, ինչի մասին խոսում էր վարչապետը, խորհրդարան է բերել ընդդիմությունը, իսկ ադրբեջանցիների վերադարձի հարցը բարձրացվում է պետական ֆինանսավորմամբ ու պաշտոնյաների շուրթերով։ Բա որտե՞ց է ֆինանսավորվում այդ աթոռը եւ այդ նստարանը։ Պետական բյուջեից չի ֆինանսավորվում։ Պետական քաղաքական, պետական ինստիտուտ է։ Հարց է ծագում, այսինքն Հայաստանի Հանրապետություն տարբեր պետական ինստիտուտներ, տարբեր քաղաքականություններ են վարում։ Ադրբեջանցիների վերադարձի թեման Բաքուն ակտիվացրեց հատկապես հայաստանյան խորհրդարանական ընտրություններից հետո։ Գլխավոր դատախազությունը դիմել է կենտրոնական ընտրական հանձնաժողով Գագիկ Ծառուկյանին մեղադրանք առաջադրելու թույլտվություն ստանալու միջնորդությամբ։ Հանձնաժողովը հարցը կքննարկի Սահմանադրական դատարանում ընտրական վեճի քննությունից հետո։ Թե ինչ մեղադրանքի մասին է խոսքը դեռ հայտնի չէ, Բարգավաճ Հայաստանի առաջնորդին օրեր առաջ առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու մեղադրանք առաջադրվել էր առանց կենտրոնական ընտրական հանձնաժողովի թույլտվության։ Վերաքննիչ դատարանը բեկանել է Շիրակի թեմի առաջնորդի գործով Ֆարաչինատյանի որոշումը, այն ուղարկելով նոր քննության։ 2 տարվա ազատազրկման դատապարտված Աչապահյանն արդարացում էր պահանջում, իր հետապնդումը կապելով կաթողիկոսին հեռացնելու վարչապետի ծրագրի հետ։ Հայտարարություններում, որոնց համար դատվում է բարձրաստիճան հոգևորականը, դատախազությունը նախանցակազմ չէր տեսել, հետո պնդել, թե իշխանությունը բռնությամբ սավթելու կոչ է արել Միքայել Սրբազանը։ Գևորգ Միքայել Արտաշեսի Աջապահյանի պաշտպաներ Արոնյան Զորաբյանի Ակնոցի եւ Արմենյան վերաքննիչ բողոքը բավարարել մասնակի։ Կես տարվա քննությունից հետո վերաքննիչ դատարանը մասնակի բավարարեց Շիրակի թեմի առաջնորդի բողոքը։ Բեկանեց Առաջինատյանի դատարանի որոշումն ու գործն ուղարկեց նոր քննության։ Անցած տարվա հոկտեմբերին Առաջինատյանի դատարանը Միքայել arczepiskopos Աջապահյանին մեղավոր էր ճանաչել իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչի հոդվածով եւ դատապարտել 2 տարվա ազատազրկման։ Արդար եք որակում այս որոշումը։ Ոչ բավարար։ Ինչու՞։ Որովհետեւ չարտարացվեցի։ Դատարանը միաժամանակ մերժեց գլխավոր դատախազության բողոքը, որով պահանջվում էր 2 տարվա փոխարեն սահմանել 2.5 տարվա ազատազրկում։ Դատախազությունն այսօրվա որոշումը բողոքարկելու է Վճռաբեկ դատարան։ Աջապահյանի մեղադրանքի հիմքում անցած տարվա նրա մի հայտարարությունն էր, որով arczepiskopos-ը վերահաստատել էր դեռ 2024 թվականի փետրվարին տված հարցազրույցում հեղաշրջում անելու անհրաժեշտությունը։ Դե ի սկզբանե ասել ենք շինծու էր, ի սկզբանե շինծու մնաց, շարունակում է մնալ շինծու։ Ձեր նշած կոչը Կոչ անում է կոչ արդեն որերորդ անգամ է անում է կառավարության ղեկավարը։ Բառացի ասում է գնացեք արեք հեղափոխություն։ Ես նման բան ասել եմ։ Ուրեմն ով պետք է դատվի, նա պետք է դատվի, ես պետք է դատվեմ։ Դատարանն այսօր նաև վերացրեց բարձրաստիճան հոգևորականի տնային կալանքը։ Նա ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից եւ նշեց, որ շտապում է մեկ այլ դատարան, որտեղ ընթանում է ահաբեկչության նախապատրաստման համար մեղադրվող հոգևոր եղբոր Բագրատ arczepiskopos-ի դատավարությունը։ Թողեք, ուզում եմ գնալ Բագրատ Սրբազանին տեսնեմ։ Հետո պետք է գնամ Էջմիածին վեհապարին տեսնեմ։ Հետո պետք է գնամ տուն։ 8 ամիս բանտում պահվելուց հետո Աջապահյանը տնային կալանքի էր տեղափոխվել 3 ամիս առաջ։ Ավելի լավ էր պահել։ Ֆուտբոլ էին նայում գիշերը։ Գործը բեկանելու որոշման հիմքում փաստաբանների բողոքներ ընդդատության վերաբերյալ։ Վերաքննիչն ընդունեց, որ խախտվել է գործի քննության ընդդատությունն ու դատավարությունը պետք է անցկացվեր ոչ թե Երևանի, այլ Շիրակի մարզի դատարանում։ Հետևաբար նոր դատավարությունը կանցկացվի Շիրակի մարզում։ Նախ եւ առաջ այն ճնշումները, որոնք կային դատարանների նկատմամբ, այս որոշումը համարում ենք իրականում խիզախ որոշում։ Չնայած մենք բնականաբար արդարացման լրիվ հիմքերը տեսնում էինք, բայց էլի կարևոր էր, որ վերաքննիչ քերական դատարանը
արձանագրեց այդ ընդդատության կանոնի խախտումը, Փաստաբան Արա Զոհրաբյանն ասաց, որ վերաքննիչի որոշումը ստանալուց հետո կկարողանան մանրամասներից խոսել, թե արդյոք միայն ընդդատության հարցն է դատարանը համարել խնդիր, թե նաև մեղադրանքի առանցքում տեղ գտած նրա հայտարարություններին էլ է անդրադարձել։ Երբ որ որոշումը ստանանք, բնականաբար մեզ համար ավելի պարզ կլինի, բայց այս պարագայում մենք կարծում ենք, որ այո, միայն ընդդատության հիմքով բեկանել է։ Շիրակի թեմի առաջնորդը հայտարարեց, շարունակելու է քննադատել իշխանություններին։ Չէ, բավարի շոյեմ, չէ, պիտի գլուխները շոյեմ։ Սահմանադրական դատարանը վաղը սկսում է ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը։ Քաղաքական 18 ուժերից 7-ը պահանջում է չեղյալ հայտարարել հունիսի 7-ի քվեարկությունը, ըստ որի քաղաքացիական պայմանագիրը ստանում է ծանրակշիռ մեծամասնություն։ Խորհրդարան են անցնում նաև Սամվել Կարապետյանի եւ Ռոբերտ Քոչարյանի դաշինքները։ Իսկ Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստանը հաշված ձայներով չի հաղթահարում Շեմը երկու տեղամասում քվեարկությունը չեղարկելուց հետո։ Սահմանադրական դատարանը պետք է լինի անկախ եւ պետք է լինի անվախ եւ պետք է ունենա քաղաքական չեզոքություն։ Արդյոք սահմանադրական դատարանը այս 3 չափանիշներին համապատասխանում է թե ոչ։ Չի համապատասխանում։ Չնայած այս գնահատականին, ընդդիմությունը վաղ այդ նույն սահմանադրական դատարանում վիճարկելու է խորհրդանական ընտրությունների արդյունքները։ Սահմանադրական դատարանը ունի բոլոր հիմքերը ԿԸՀ որոշումը անվավեր ճանաչելու, որին հաջորդում է թվով 3 որոշման հնարավորություն։ Ընտրության արդյունքները անվավեր ճանաչել, նշանակել երկրորդ փուլ, սահմանել մանդատների պաշտման կարգ։ Ընդդիմադիր ուժերից ամենաշատ քվեստացած ուժեղ Հայաստանը իշխանության ձայներից շուրջ 100,000-ը կասկածելի է համարում։ Հայաստանի Հանրապետությունում ինչի 1,475,000 անձ պետք է մասնակցի ընտրությունների, բոլորի անձնագրերը աշխատեն բացառությամբ 80,000, շուրջ 80,000 մեր հայրենակիցների։ Ինչի համար։ Այս 100,000-ի թվում է չհրապարակվող ցուցակներում հաշվառված ընտրողների թիվը։ Անցած ընտրություններում այդ ցուցակում շուրջ 11,000 է եղել, այս տարի 6,000-ով ավելացել է։ Այդ ինչի հաշվին հարցնում է իրավաբան Վարդևանյանը։ Սա էլ են դատարանում փորձելու պարզել։ Մենք այս խնդիրը ներկայացրել ենք սահմանադրական դատարանին նաև միջնորդությամբ, որ փորձենք հասկանալ ի վերջո ովքեր են մեր այդ հայրենակիցները, շուրջ 17,000 թիվ կազմող։ Սահմանադրական դատարանը բավարարել է այս միջնորդությունը եւ կարծես այս տվյալները պետք է հասանելի դառնան մեզ սահմանադրական դատարանը։ Գաղտնի ցուցակների վերաբերյալ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրություններից հետո պարզաբանել է, այդ ցուցակներում քրեակատարողական հիմնարկների ընտրողներն ու զինծառայողներն են, եւ այդ տվյալները միայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամփոփիչ արձանագրություններում են, որևէ ձևով հրապարակման ենթակա չեն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ էր արել շահարկումներից զերծ մնալ։ Հիմա ինչպես պետք է վերահսկողական մեխանիզմ իրացվի այս 100,000 ձայների նկատմամբ։ Իդեպ այդ 100,000-ն էլ նենց հետաքրքիր զուգադիպությամբ վճռորոշ թիվ է։ Ընտրությունները իշխանության ու ընդդիմադիր ուժերի համար հավասար պայմաններով չեն եղել, որի վերաբերյալ վաղը հիմքեր կներկայացնեն։ Ամենագլխավոր խախտումը ըստ Վարդևանյանի 3 տեղամասում վերաքվեարկություն չանցկացնելու կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն է։ Այս տեղամասերում քվեաթերթիկներն անվավեր ճանաչելու հետևանքով երրորդ ընդդիմադիր ուժը ԲՀԿ-ն դուրս մնաց խորհրդարանից։ Վարչական դատարանը իր վճռով ուղիղ գրել էր, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստիպված է կազմակերպել վերաքվեարկություն։ Ստիպված է։ Այսինքն այստեղ կամ վարչական դատարանը պետք է լուծարվի Հայաստանում, որովհետև վարչական դատարանի վճիռը կարող է իրավական նշանակություն չունենալ։ Կամ թող արձանագրվի, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը վարչական դատարանից վեր մարմին է։ Իշխանության ընտրակեղծիքների համար մեղադրող ընդդիմադիր ուժերին էլ Նիկոլ Փաշինյանը մեղադրում է ընտրակաշառքով ընտրվելու համար։ Քաղաքացիական պայմանագիրը ստացել է 100%-ով օրգանիկ քվե։ Այն մյուս ուժերը ստացել են 100%-ով ընտրակաշառքով քվե։ Հակակոռուպցիոն կոմիտեի տվյալներով փետրվարից մինչև հիմա ընտրական հանցագործությունների վերաբերյալ 115 քրեական գործ կա, 52 հոգի կալանավորված է, 48-ը տնային կալանքի տակ։ Գործերի մեծ մասը առնչվում է ուժեղ Հայաստանին 24-ը Ծառուկյանի առաջնորդած կուսակցությանը, 11-ն էլ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուժին։ Դատարան է հասել 14 քրեական գործ, վճիռներ դեռ չկան։ Ընտրակաշառքով ընտրվելու մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, բայց սահմանադրական դատարան չի դիմել։ Փոխարեն ընտրակաշառքի հարցը սահմանադրական դատարանում կբարձրացնի հանուն Հանրապետության կուսակցությունը, որ նվազագույն շեմը չի հաղթահարել։ Սահմանադրական դատարանի կազմի հետ կապված անկախության խնդիրները ակնհայտ են։
Քաղաքական ուժերի դիմումները քննող դատավորների կազմում է Սեդա Սաֆարյանը, որ 2021-ի ընտրություններում հանուն Հանրապետության կուսակցության մասնակցությամբ դաշինքի 3-րդ համարն էր։ Սահմանադրական դատարանի օրենքով դատավորի մասնակցությունը որևէ գործին անհնարին է, եթե կանխակալ վերաբերմունք կա դատավարության մասնակիցների նկատմամբ։ Վաղվա նիստին Սաֆարյանի մասնակցելու անհնարինության վերաբերյալ Սահմանադրական դատարանում հունիսի 21-ին նիստ է հրավիրվել, բայց որոշում չեն ընդունել, բավարար թվով ձայներ չեն եղել։ Արդյոք նույն ինքը Սեդա Սաֆարյանը, որ նախկին իշխանությունների օրոք պայքարում էր օրենքի խախտումների դեմ, խնդիր չի տեսնում իր մասնակցության վերաբերյալ։ Դատավոր Սաֆարյանից այսօր պարզել չհաջողվեց, զանգերին չպատասխանեց, իսկ դատարանում ուժեղ Հայաստանին հիմնավորումները ներկայացնող Արամ Վարդևանյանը պնդում է, Սեդա Սաֆարյանը իրավունք չունի մասնակցել վաղվա նիստին։ Խորհրդարանական ընտրություններից շատ չանցած զարգացումներ են Գյումրիում, որտեղ վարչապետ Փաշինյանը նախընտրական խոստում էր տվել ցրել գործող ընդդիմադիր ավականին ու նոր քաղաքապետ ընտրել։ Թե ինչպես իշխանությունները չեն բացահայտում այսօր, սակայն բոյկոտել են ավականու նիստը, իսկ Վարդան Ղուկասյանին ձայն տված խմբակցություններից մեկի ղեկավարի տանը խոզարկություն է։ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներն այսօր առավոտյան շուրջ 2.5 ժամ խոզարկեցին Գյումրու ավագանում Մայր Հայաստան խմբակցության ղեկավար, ընդդիմադիր Հայաստան դաշինքի падգամավորի թեկնածու Կարեն Սիմոնյանի տունն ու 2 ավտոմեքենաները։ Սիմոնյանը պատմեց, որ մեքենան իրավապահները կանգնեցրել են ավագանու նիստին գնալու ճանապարհին։ Ազգբեդարանի դիմաց լուսացույցի տակ նանկամից այսպես ավտոներով ցեպ տվեցին, կանգնեցրեցին եւ վարորդին այլընտրանք չթողեցին, նստավ իրենցից մեկը մեքենայի մեջ եւ ուղղորդեց դեպի մեր տուն։ Մեքենաների խոզարկությունը դրսում էր եւ հնարավոր էր տեսանկարահանել։ Մեքենաներից ոչինչ չգտան, իսկ տանն ինչ էին փնտրում։ Ման են գալիս զենք, զինամթերք, ըստ երևույթին, ֆլեշ գեկ, չգիտեմ, չիպեր, տեդերներ, թղթեր, փաստաթղթեր եւ ընդամենը հայտնաբերեցին մեկ նոտատեդեր, որի մեջ կինս իր աշխատանքներն էր կատարում։ Քննիչները մի փոքր տոպրակ ձեռքներին հեռացան, հեռախոսներ էին առգրավել, այդ թվում Սիմոնյանի կնոջն ու երեխաներինը։ Ես իրենց ասեցի, որ տղեկ յուրաքանչյուր գործ իր կանոններն ունի, բայց պետք չի ոտնահարել անձնական իրավունքները։ Իմ հեռախոսը տարել եք, հա, ձեզ լինի, բայց կնոջ հեռախոս վերցնելով դա ուրիշ բան է, դա արդեն ոնց որ հոց կարմիր գիծ է, որ անցնում ենք։ Հակակոռուպցիոն կոմիտեից Ազատությանը փոխանցեցին, որ Հայաստան դաշինքի համակիրների կողմից ընտրակաշառք տալու ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում էր խոզարկությունը։ Մի քանի օր առաջ հակակոռուպցիոնի հրապարակած ձայնագրությունում նաև Սիմոնյանի անունն էր շրջանառվում, բայց առայժմ պարզ չէ, թե արդյոք նրան մեղադրանք կառաջադրեն։ Չնայած իրավապահների գաղտնալսմանը Սիմոնյանը բացառեց ընտրակաշառքի հետ առնչությունը։ Հիմա ես չգիտեմ իրենք ինչ ձայնագրություններ են ստեղծում, հնարում, պեղում, դնում, կպցնում իրար, ինչ որ բան ստանում։ Եթե անգամ նման բաներ կան, ուրեմն մեր այդ բացարձակ կապ չունեցող բան է։ Մենք այս քաղաքում ապրել ենք եւ չենք պատրաստվում լքել քաղաքը, նորից ապրելու ենք։ Կարգավիճակ ունեք։ Ոչ մի կարգավիճակ չունեմ, ինչի համար ունենամ։ Ինչի համար ունենամ։ Եթե չի հայտնաբերվել որևիցե բան, եւ ես չեմ գործել որևիցե բան, որով ինձ կարող են մեղադրել։ Ինչի համար կարգավիճակ ունենամ։ Ունեմ կարգավիճակ, Գյումրեցի տղու կարգավիճակն է իմը։ Ավելին պատահական չհամարեց, որ հենց ավագանու նիստի օրն անցկացվեց խոզարկությունը, նաեւ իր բացակայության պատճառով Գյումրիում իշխանություն ձևավորած ընդդիմադիր ուժերը չկարողացան քվորում ապահովել ու ավագանու նիստը տապալվեց։ Դե փաստացի կապը տեսնում ենք, չէ՞, եթե ես չկայի, Գրիգորյան Մարդունենց խմբակցությունից մեկը տնային կալանք է, հա, այսինքն մեկ հոգու չթողնելով նիստին, նիստը չէր կայանալու։ Փաստորեն հենց դրան էլ միտված էր։ Հակակոռուպցիոնից չմեկնաբանեցին Սիմոնյանի այս պնդումը։ Գյումրիի ավագանիում քվորումի համար 17 անդամի ներկայություն է պետք։ Զարմանալի զուգադիպությամբ այսօրվա նիստը բոյկոտել էր Գյումրիում արտահերթ ընտրությունների ցկտող քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը։ Ինչու՞, անձամբ ԿՊԱ-ականներից պարզել չհաջողվեց, նրանք մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին, բայց ավելի ուշ խմբակցությունը հայտարարեց, թե նիստը բոյկոտ
բոյկոտել են, որովհետև մերժվել է իրենց սուբվենցիոն հայտերի առաջարկը։ ԿՊ խմբակցությունը սրան զուգահեռ առաջ մղեց վարչապետ Փաշինյանի թեզը, թե անցած տարի ընտրված Գյումրիի իշխանությունները քաղաքը վատ են կառավարում եւ պետք է հեռանան։ Եռագլուխ Դաշինքի ներկայացուցիչների գնահատականը գյումրեցին տվել է հունիսի 7-ին։ Իր գնահատականը գյումրեցին տվել է նաև մեզ, քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը 50%-ից ավելի ձայն տալով։ Գյումրու եւ Գյումրեցու շահերն արհամարող Գյումրին փաստացի ճգնաժամի առաջ կանգնեցրած ուժերը պետք է հեռանան։ Եռագլուխ Դաշինք ԿՊ-ականներն անվանում են խորհրդարանական ընտրություններին մասնակցած Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի ընդդիմադիր ուժերին։ Ընդդիմադիր ուժերը իրենց հերթին իշխող ուժին են մեղադրում Գյումրիում կառավարման արհեստական ճգնաժամ ստեղծելու համար։ Ճգնաժամը արհեստական է, շինովի է, չկա այդպիսի բան։ Եվ փաստը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւս մեկ անգամ տաբալեց ավականու նիստը։ Գյումրիի ավագանու 33 մանդատից 14-ը ԿՊ-ինն է, մնացածը ընդդիմությանը, իսկ հնարավոր իշխանափոխության համար մի քանի սցենարներ կան։ Օրինակ, ԿՊ-ն պիտի կարողանա մյուս ուժերից մարդկանց ներգրավել իր կողմն ու ձայների առավելություն ստանալով անվստահություն հայտնի գործող իշխանությանը, կամ մեկ նստաշրջանում նիստերը պետք է տապալվեն, կամ էլ Գյումրին պետք է խոշորացվի, որպեսզի նոր ընտրությունների հիմք լինի։ Այն, որ Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում մտադիր են արտահերթ ընտրությունների գնալ, վարչապետ Փաշինյանը բաց հայտարարել է եւ նախընտրական եւ հետընտրական շրջանում, բայց թե այս սցենարներից որ մեկը կկիրառվի, դեռ չեն բացահայտում։ Ուժեղ Հայաստանի թեկնածու Էդգար Ղազարյանը պնդում է, որ քրոջը պետական բժշկական հաստատությունից երկարամյա աշխատանքից ազատել են միայն այն պատճառով, որ իր ընտանիքի անդամն է։ Նախարարությունը միշտեռ հակադարձում է, թե Ղազարյանը երկար տարիներ անխնա քննադատում է իշխանություններին, եթե քաղաքական պատճառով քրոջն ազատելու լինեին, վաղուց կանեին։ Բոլորին դարձել է իրար թշնամի։ Ընդդիմադիր Էդգար Ղազարյանի քույրը Դեղերի փորձագիտական կենտրոնի 30 տարվա աշխատակից Լիլիթ Ղազարյանը երեկ ծանոթվել է աշխատանքային պայմանագրի լուծարման մասին։ Անակնկալ չէր, դեպքերը սկսել էին զարգանալ ընտրությունների հենց հաջորդ օրը։ Տնօրենը ինձ հայտնեց, որ պետք է ես գրեմ դիմում աշխատանքից ազատվելու վերաբերյալ։ Ինչու հիմնավորում։ Հիմնավորում է ինքը հենց այդպես էլ ներկայացրեց, որ ասվել է, որ ես պետք է գրեմ դիմում աշխատանքից հեռանալու համար։ Լիլիթ Ղազարյանը վերջին 22 տարին կառույցի փոխտնօրենն էր, պնդում է մշտապես իր գործով Դեղերի որակի անվտանգության շրջանառության կարգավորմամբ է զբաղվել։ Եղբոր թե իշխանական ու թե ընդդիմադիր կեցվածքը մինչև վերջերս որևէ ազդեցություն չեն ունեցել։ Իմ եղբայրը նաև տարբեր պաշտոններ է զբաղեցրել, ասենք չէ, եղել է մարզպետ, եղել է դեսպան, բայց դա էլ չի անդրադարձել իմ մասնագիտական գործունեության վրա։ Ես մշտապես եղել եմ իմ տեղում եւ հնարավորինս պատշաճ իրականացրել եմ իմ գործը։ Կենտրոնի տնօրենի դիմում գրելու առաջարկն անմիջապես է մերժել։ Ինչու պիտի գրեի, բացատրում է Ղազարյանը։ Տասնամյակներ շարունակ ոլորտը կարգավորող իրավական ակտերի մեծ մասն ինքն է մշակում։ Կենտրոնը ներկայացնում միջազգային տարբեր կազմակերպություններում։ Ինքնակամ հեռանալ չի համաձայնել, վրա է հասել մեկ այլ լուծում։ Երկու փոխտնօրեններից մեկի հաստիքը կրճատվել է, եւ այդ մեկը ինքն էր։ Այդ հաստիքի կրճատումը չուներ ոչ մի փաստական հիմք, չուներ ոչ մի իրավական հիմք։ Այստեղ էլ Լիլիթ Ղազարյանը ծավալուն հակադարձում է ներկայացրել։ Առողջապահության նախարարությունն է հաստիքացուցակ հաստատում, այս կենտրոնին արդեն հաստատված էր։ Նախադեպ չկա, որ տնօրենը կրճատում անի։ Ինչպես, ինչ ուսումնասիրություն գնահատում է արվել մինչև այս փոփոխությունը։ Եվ ի վերջո, եթե մեկ փոխտնօրեն պիտի մնա, ինչու ոչ ինքը, պնդում է ավելի փորձառու է ու ժամանակին համակարգել է կենտրոնի բոլոր բաժինները։ Ու քանի որ այս հարցերին պատասխան չի գտնվում, վերադառնում է իր ու տնօրենի զրույցի սկզբին, ասվել է դիմում գրիր։ Ասվել է, որ հայտնի պատճառներով, որոնք այդ հայտնի պատճառները ես կարող եմ կապել միայն իր հետ, որտեղ կոնկրետ իմ գործունեության հետ կապված որևէ բաց թողում, որևէ անճշտություն, որևէ ասենք թերացում չի արձանագրվել։ Կենտրոնի տնօրենն Արցախի նախկին առողջապահության նախարար ու այնտեղ վաչագամ բարեպաշտ մեդալով պարգևատրված Արայիկ Բաղարյանն է։ Նա այսօր մեր առաջին զանգին պատասխանեց, բայց արագ անջատեց հեռախոսը, հետո էլ նույն ոճով։
դա վստահաբար Բաղարյանի որոշումը չի։ Ում որոշումն է, ըստ Ղազարյանի առողջապահության նախարարի։ Ազատությունն Անահիտ Ավանեսյանին հարցրեց, ձեր ցուցումով են կրճատել կենտրոնի փոխտնօրենին։ Լիլիթ Ղազարյանը հանդիսանում է մեր դեղերի փորձագիտական պոակի տնօրենի տեղակալ, եթե չեմ սխալվում, եւ նրա ազատման հետ կապված դիմումը որոշումը ընդունել է ղեկավարը։ Իսկ ինչ վերաբերվում է այդ մանիպուլյացիաներին, եթե դրանք իրականություն լինեին, Լիլիթ Ղազարյանը կազատվեր 5-6 տարի առաջ։ Մի պահ զարմացրեց, որ ինքը դժվարացավ նշելու իմ պաշտոնը, դա ընդհանրապես կարծում եմ փորձ էր քողարկելու իր մասնակցությունների որոշմանը, բայց ես գրեթե չեմ կասկածում։ Ցուցում տվել եք, ցուցումներ տալիս եմ։ Այս ազատման հետ կապ ունեք, համակարգում ամեն ինչի հետ կապ ունեմ։ Այս ոգով էր Անահիտ Ավանեսյանն արձագանքում հարցերին։ Տեղի է ունեցել հաստիկների փոփոխություն, իսկ թե որ հաստիքում ով է մնալու, դա իրականացրել է որոշումը։ Ինչը հեռացրել։ Դե չգիտեմ, հարցրեք։ Նախարարը չի հերքում, որ այս պատմության հետ կապ ունի, բայց լավ կլինի կենտրոնի տնօրենին դիմենք։ Դրա հետ կապված հարցում ուղղակի կպատասխանեն մանրամասների մասով։ Իսկ ինչպիսի մասնագետ է Լիլիթ Ղազարյանը։ Ես նրա աշխատանքային գնահատման մասով չեմ ուզում ավել բան ասել։ Բայց ոչինչ չեք ասել։ Պատասխանեցի ձեր հարցին, այսքանով բավարարվել։ Լիլիթ Ղազարյանը պատժվում է ամենը եղբոր պատճառով, ինքը դեղգործակալության ամենակոմպետենտ հանձնավորությունը է, բոլոր որոշումները, որ դեղգործակալությունը կայացնում էր, առողջապահության նախարարությունը կայացնում էր, Լիլիթ Ղազարյանը պետքա կենտրոնում լիներ, որովհետև բացի նրանից այլ կոմպետենտ մարդ չկար։ Դեղ ներմուծող ու դեղատնային ցանցի հիմնադիր Վահե Վարսանյանը պնդում է 20 տարի է աշխատում է գործակալության ու անձամբ Լիլիթ Ղազարյանի հետ։ Շատ հարցերում է դժգոհություն ունեցել, բայց որ նա ոլորտի լավագույն մասնագետն է, կասկած չունի։ Ոնց որ Ստալինի ժամանակ, որ զոհերին Ստալինը հետապնդում էր, հետապնդվում էին նաև այդ զոհերի հարազատները։ Ռեպրեսիվ մարմինները նրանց անվանում էին չլեն սիմվի։ Լիլիթ Ղազարյանը հիմա հետապնդվում է որպես չլեն սիմվի։ Վարսանյանի կարծիքով հանրությունը պիտի այսպիսի դեպքերին արձագանքի անհանդուրժողականությամբ, նույն կենտրոնի անձնակազմն ինչու է լռում։ Լիլիթ Ղազարյանն ինքը լռել մտադիր չէ, դատարան է դիմելու, բայց ոչ իր աշխատասենյակ վերադառնալու հույսով։ Ես կփորձեմ այլ աշխատանք գտնել ինձ համար։ Դատական հայցի ամբողջ իմաստը կայանում է զուտ արդարության բացահայտում։ Եվ միջազգային լրահոսից հուժք ու երկրաշարժ է տեղի ունեցել Վենեսուելայում, արդեն 164 զոհի մասին է հաղորդվում, հայտարարվել է արտակարգ դրություն Կարակասի օդանավակայանը չի գործում։ Մեկ րոպեի ընթացքում իրար հաջորդած երկու ցնցումները գնահատվում են մինչև 7.5 բալ ուժգնությամբ։ Այսքանը օրվա մյուս լուրերի համար բաժանորդագրվեք Ազատության էջերին սոցցանցերում, կհանդիպենք։